Բարի լույս, սիրելիներ, Մատթեոսի ավետարանի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս հետևյալ պատգամն է տալիս այսօր. Ով իր հորը կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի, եւ ով որ իր անձը կորցրեց, ինձ համար այն կգտնի։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ինձ ընդունում է ինձ ուղարկողին։ Սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս հստակ դիրքորոշում է տալիս մեզ, ասելով, որ ամեն ինչ իրենով է պայմանավորված։ Այլ կերպ ամեն ինչ ինձնով է պայմանավորված։ Դրա համար ասում է, ով իր անձը ինձնից ավելի է սիրում կամ ինչ որ մեկին ինձնից ավելի, որևէ բանի արժանի չէ։ Այստեղ Տեր Աստված իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցույց չի տալիս եսասիրություն կամ էգոիզմ, մեր բառերով ասած, այլ Տերը ցույց է տալիս, որ աշխարհում ամեն բան իրենով է եւ իր անձով է պայմանավորված ամեն ինչ, այդ թվում նաեւ մարդկային զգացումներից մեծագույնը սերը։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշի պատկամը հետևյալն է. արդյոք մենք սիրում ենք Տիրոջը այնպես, ինչպես պետք է սիրեինք։ Եթե այո, հետևաբար մենք ամեն ինչից առավել Աստծուն ենք սիրում։ Հասկանալով եւ ընդունելով, որ նախ եւ առաջ Արարիչ Աստծո ներկայության մասին է խոսքը, եւ մենք այդ արարչության մի մասն ենք, եւ մենք պետք է որպես արարչություն Արարչին սիրենք։ Եվ երկրորդը, այն ամենը, ինչ որ մենք ունենք, անշուշտ Աստծո պարգևն է մեզ, Տիրոջով ունենք, եւ հետեւաբար չես կարող տրվածը սիրել, բայց տվողին չսիրել, առավել քան տրվածը։ Այս առումով, սիրելներ, այո, մենք բոլորս պատկանում ենք Տիրոջը, եւ նախ եւ առաջ այդ սերը պետք է արտահայտենք Աստծո նկատմամբ։ Ով ասաց, որ ես իմ կնոջը, իմ զավակներին կամ իմ ծնողներին չպետք է սիրեմ։ Բայց եթե ես Աստծուն ճիշտ սիրել չգիտեմ, ինչպես կարող եմ ճիշտ արժևորել իմ ունեցածը իդեմս իմ ծնողի, իմ զավակի, իմ կնոջ։ Հետևաբար թերի կլինի, սխալ կլինի քրիստոնյայիս համար։ Ուրեմն այս առումով, սիրելիներս, այսօր մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկս վերանայենք մեր սերը հանդեպ Աստված։ Հասկանանք, մենք առավել ենք սիրում Տիրոջը, թե ուղագի մեր շուրթերն է, որ այդ մասին խոսում է։ Հասկանանք, մենք սրտանց ենք ճանաչում Տիրոջ գերակայությունը մեր կյանքի մեջ, թե ոչ։ Եվ վերջի վերջո քննենք մեր ներքին եսը, տեսնենք մեր սրտի մեջ տեղադրված այն քահը, որի վրա երբեմն ինքներս նստում ենք եւ կարծում ենք, որ մենք թակավոր ենք։ Եվ արդյոք զիջում ենք այդ քահը, թողնում ենք այդ քահը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինքն է թակավորը, ինքն է արարիչը։ Իրեն պետք է տեղ տալ մեր կյանքի մեջ եւ մեր կյանքը տալ այդտեղ նստողին։ Եվ այս տարբերակով է, որ մեր սերը դառնում է ամբողջական։ Ուրեմն սիրենք Տիրոջը այնպես, ինչպես Տերը սիրում է մեզ, եւ այդ սիրո մեջ պիտի սիրենք այն ամեն ինչը, ինչ որ Տիրոջ պարգևն է մեզ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։